գտնվում ենք Արագածոտնի մարզում, տեսնում եք աստվածընկալ եկեղեցու մատուրի հարևանությամբ 1.5-2 ամիս առաջ այս ճանապարհին փլուզում էր տեղի ունեցել, նստվածք եւ երթևեկությունը դարձել է, տեսնում եք, մի քիչ վտանգավոր։ Հրապարակման հաջորդ օրը պատասխանատուները տեղեկացրեցին մեզ, որ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի հանձնարարականով արդեն շատ արագ սկսել են ճանապարհի հիմնանորոգումը, հենապատի կառուցումը, բայց հիմա այսօր եկել ենք, տեսնում ենք, որ ոչինչ էլ չեն արել, ոնց կա, այդպես էլ մնացել է, անգամ երկաթե բաները չեն հանել, արգելապատնեշները չեն հանել, հեսա ձմեռը մոտենում է, չգիտեմ, միջև ձմեռ կհասցնեն այս ճանապարհի հիմնանորոգեն, ոչ թե հիմնանորոգեն, այն հենապատը կառուցեն, չգիտեմ, երևի հույս էլ չկա, որ այս տարի կանեն, բայց ամենայն դեպս տեղում, հենց հիմա այստեղից ուզում եմ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը տեղեկանա, որ Արագածոտնի մարզպետարանը թեպետ ինձ թվում է սա ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը պիտի անի, ոչինչ չեն արել, ոնց կա, այդպես էլ մնացել է, քարերը շարածա ճանապարհով 1, որ ասում է 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 քար, որ ասում է 13-ը վատ թիվ է, երևի սրան էլ է վերաբերում, այն առիթը, որ մինչև հիմա չեն սարքել, բայց որ օր առաջ հարգելի Դավիթ Խուդացյան ցուցաբերեք հետևողականություն, որպեսզի աշխատանքները սկսեն, որտեղ շարժը էլ եմ ասում բավականին շատ է, նույնիսկ 2-3 անգամ հրապարակումից հետո 2-3 անգամ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի, առանց վիրավորների, բայց ոնց որ ասում են, պապն ամեն անգամ փլավ չի ուտի։ Նույն ոչ բան չեն արել, Էսա տեսեք, Աստված չան մի բան լինի, հետո կասեն, մենք արդեն գալիս ենք գործն անելու, տեսեք քարերը շարած, շարժը շատ, բեռնատարներ են շատ անցնում, Աստված ընկա, մի մասը ասում են եկեղեցի, մի մասը ասում են մատուր, էսա,
Ճամփեն ոնց որ նստի։ Նայում ես ինձ սիրուն բնություն նայ հրաշք ոնց որ քարե արահետ լինի դնայ